Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Տիկին Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Տիկին Վարդանյան, նոր տեղեկացանք, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին 20 տարով ազատազրկման է դատապարտել, ավելի վաղ արդեն գիտեինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մի մասին էլի ՑՄԱ ազատազրկում էր եւ մյուս մասին 20 տարվա, ավելի քան 20 տարվա ազատազրկման են եւս դատապարտել։ Մի կողմից Ադրբեջանն ասում է Հայաստանի հետ խաղաղություն, Հայաստանում շատ վաղ են սկսել խաղաղության պատրաստվել եւ միշտ մեզ համոզում են, որ լիակատար խաղաղություն է, մյուս կողմից մենք տեսնում ենք Ադրբեջանի այս քայլերը, ընդ որում ասեմ, որ մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի ղեկավարը ասել էր, որ ներում չի շնորհելու այս մարդկանց։ Հիմա խաղաղություն է, թե Ադրբեջանը պարզապես խաղաղություն է խաղում եւ դա Հայաստանի իշխանությանը այս փուլում, նախընտրական փուլում ձեռնտու է։ Իրականում մենք այս պահին խաղաղության փուլում չենք, սա պարզապես չպատերազմի փուլ է եւ որովհետեւ երբ դու խոսում ես լիակատար խաղաղության մասին եւ ունես Բաքվի բանտերում պատանդ վերցված, քաղաքացիներ, հայրենակիցներ, այս դեպքում խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Վենսի այցի ժամանակ կհիշեք ակցիաներ եղան, երբ բազմաթիվ մարդիկ նամակներ փոխանցեցին իրեն, տարբեր խմբեր, տարբեր նամակներ, որոնց մեջ առանցքայինը հենց Բաքվում գտնվող գերիներն էին եւ այցից առաջ Վենսը ասաց, որ այդ հարցը կբարձրացնի Բաքվում, բայց մենք տեսանք, որ դա անհետևանք էր, հենց անմիջապես այդ այցին հաջորդեց Ալիևի հայտարարությունները այն մասին, որ ներում չի շնորհվելու, հետևաբար սա խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ Ալիևը շարունակելու է իր ձեռքում պահել խաղաքարտերը, որպես ցանկացած պահի շահարկելու միջոց։ Մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները առանձնապես շահագրգռված չեն գերիների հարցում, որովհետև եթե իսկապես իրենք շահագրգռված լինեին այնպես ինչպես այլ պետություններ են պայքարում իրենց գերիների համար, մենք կտեսնեինք, որ բազմաթիվ փաստաթղթեր նախաստորագրելուց կամ ստորագրելուց առաջ հենց որպես նախապայման կդրվեր գերիների վերադարձի հարցը։ Այդպիսի նախապայմաններ մեր իշխանությունները առաջ չեն քաշում եւ այդպիսի նախապայմանների բացակայության պարագայում ըստ էության իրենք անում են այն ամենը, ինչ Ադրբեջանի իշխանությունները պահանջում են մեր իշխանություններից։ Արդյունքում ստացվում է, որ եւ Ադրբեջանի իշխանությունները եւ Հայաստանի իշխանությունները դիֆերանտներ են երկում իրենց ձեռք բերած խաղաղությանը, եղբայրության մրցանակներ են ստանում, բայց եղբայրության մրցանակ ստանալու օրը հենց Ադրբեջանի դատարանը ՑՄԱ ազատազրկման է դատապարտում այդ եղբայրներից մեկի քաղաքացիներին, այդպես չի լինում։ Հետևաբար սա իհարկե այսպես չխաղաղության կամ չպատերազմի ներողություն եմ խնդրում process է, խաղաղության համար անհրաժեշտ են շատ ավելի ամուր հիմքեր, որը բացակայում է։ Բայց այդ խաղաղությունը իշխանությունը տեսեք դրել է նախընտրական շրջանի հիմքում իր համար եւ ընդդիմությանը եւ հասարակությանը այսպեսի բաժանում է արել, ասում եմ մենք խաղաղության կողմնակիցներն ենք, դուք պատերազմի հրձիկներն եք։ Այսինքն այս օրակարգը շատ ակտիվ հետևողական իշխանությունը տանում է։ Եկեք մի հատ հետ գնանք, էլի։ 2018 թվականին, երբ իշխանությունը ընտրվում էր, էլի գալիս էր այսպես արժանապատվության եւ խաղաղության տեսլականով, չնայած այն ժամանակ դեռ խաղաղությունը այդքան չէր թմբկահարվում, որովհետև խաղաղությունը իրենք ժառանգել էին, այնուամենայնիվ այդ տեսլականով էր գալիս։ Հետո ինչ եղավ, 2020 թվականին եղավ 44-օրյա պատերազմը, արդյունքում մենք ունեցանք հազարավոր զոհեր, արդյունքում այդ ժամանակ ունեցանք Արցախի մի մասի կորուստ, ունեցանք հազարավոր խեղված կյանքեր եւ ընտանիքներ, բայց դա այն իշխանությունն էր, որը կարծես թե խաղաղության մասին է խոսում, բայց հենց ինքը երկիրը բացեց պատերազմի առջև։ Այսինքն 2018 թվականի ընտրություններից հետո անմիջապես ընդամենը 2 տարի անց այդ իշխանությունը բերեց մեզ, կանգնեցրեց պատերազմի առջև։ Հետո 2021 թվականի ընտրություններին, 21 թվականի ընտրություններին այդ նույն իշխանությունը էլի արդեն եկավ խաղաղության լոզունգներով, եկավ Արցախը
պահելու եւ նաեւ կորցված տարածքները հետ բերելու խոստումներով արդյունքում տեղի ունեցան ավելի ուշ սեպտեմբերին ջերմուկի մատույցներում կռիվներ տեղի ունեցան, էքսպանսիա տեղի ունեցավ եւ Ադրբեջանը եկավ մեր տարածք, օկուպացրեց տարածքը եւ շարունակում է օկուպացրած պահել այդ տարածքը 23 թվականին ամբողջությամբ հայաթափեց Արցախը, էթնիկ զտման ենթարկեց Արցախի մեր հայրենակիցներին եւ հետո, այսինքն այս իշխանությունը խաղաղություն բերողներ, այս իշխանությունը ամեն ընտրվելուց հետո մեզ կանգնեցրել է պատերազմական գործողությունների առջև։ Ամեն ընտրվելուց հետո հետաձգել եք եւ այս իրավիճակը թելադրված է դուք նկատի ունեմ նախկին իշխանություններին եւ այս իրավիճակը թելադրված է այն նախկին բադ քաղաքականության հետևանքով։ Հիմա ինքը եկել է եւ ստիպված է եղել այդ ամեն ինչը վերցնել եւ լուծումներ գտնել։ Իհարկե դա հերթական մանիպուլյացիան է, մենք բոլորս լավ գիտենք, թե բանակցությունների արդյունքում ինչ փուլի էին հասել եւ 2016 թվականին Ալիևը ինչպես էր բողոքում, որ իրեն միջազգային հանրությունը ստիպում է ստորագրել փաստաթուղթ, որով իրենք վերջնականապես կորցնելու են Արցախը եւ այլն, այդ ամեն ինչը մենք գիտենք եւ իրենց այսպես մանիպուլատիվ ձևակերպումները հասկանալի է հասարակության որոշ շերտերի համար կաշխատեն, բայց այդ նույն հասարակությունը տեսել է եւ 2020 թվականի պատերազմը եւ 2023 թվականի Արցախի հայաթափումը։ Հիմա այս մարդիկ, որ ասում են մեզ չընտրեք, խաղաղություն չի լինի, հարց է առաջանում։ Երկու անգամ ձեզ ընտրել են, երկու անգամն էլ պատերազմի պատճառ եք դարձել։ Այդ ոնց է լինելու, որ այս անգամ չընտրեն, խաղաղություն չի լինելու։ Ընդհակառակը մարդիկ պետք է հասկանան, ամեն անգամ այս իշխանության ընտրությունից հետո հետևում է Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններ։ Եվ հետևաբար այս ամեն ինչը մեզ թողել էիք, չգիտեմ ինչ, ոչ մեկ չէր ասում գնա Արցախում հայտարարի Արցախը Հայաստան է եւ վերջ։ Շուշիում էլ գնա բարի եւ հետո դրանով էլ բան արա, հա, հրահրի որոշակի գործողություններ։ Ոչ մեկ չէր ասում Տավուշում այդ մեկօրյա ռազմական գործողություններից հետո նոր Սարդարապատ հռչակի եւ դրանով էլի հրահրի որոշակի նախաձեռնություններ։ Այնպես որ այս իշխանությունների բանը, հա, նարատիվը, որ եթե մեզ չընտրեք, խաղաղություն չի լինելու, ընդհակառակը խոսում է այն մասին, որ պատմականորեն ապացուցված է, եթե իրենց ընտրեք, հերթական ռազմական գործողությունն է լինելու։ Ամեն ընտրությանը հաջորդել է ռազմական գործողություն։ Եվ հետո այստեղ շատ կարևոր հանգամանք կա, էլի, ով է այդ խաղաղությունը մեզ համար բանակցում։ Ով Փաշինյանը պարտության սիմվոլը մեզ համար խաղաղություն է բանակցում։ Չէ, այս պահին պարզապես Ալիևին ձեռք է տալիս այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների իրավիճակում ձեռք է տալիս Ալիևին այս հարաբերությունները այս իշխանության հետ, որովհետև ցանկացած բանակցություններ ավարտվում են մեր կողմից որոշակի զիջումներով եւ որոշակի հարցերում ընդառաջ գնալով, աշխարհաքաղաքական իրավիճակը կփոխվի, միգուցե այս իշխանությունը ամենևին Ալիևին պետք չի լինի։ Տեսեք, դուք ասում եք ամեն ընտրությունից հետո պատերազմ է եղել եւ այս իշխանությունը խաղաղություն չի բերում։ Կա հանրային ընկալում ձեր ասած այդ խոսքերի հետ կապված այդ տրամադրությունների, արդյոք հանրությունը իսկապես հասկանում է, որ իրական պատերազմ բերողը այս իշխանությունն է։ Հանրության մի ստվար զանգված իսկապես դա հասկանում է, որովհետև ոչ միայն մարզային այցերի ընթացքում է այդ զրույցը լինում մեր քաղաքացիների հետ, այլ պարզապես փողոցում քայլելիս։ Մարդիկ մոտենում են, մարդիկ իսկապես հոգնել են վերջին 8 տարվա ընթացքում կատարվածից եւ ոչ միայն խոսքը վերաբերում է պատերազմին եւ խաղաղությանը, որովհետեւ դա իսկապես մեր ընդհանուր հանրային տրամադրությունների վրա լրջագույն ազդեցություն ունեցող երևույթն է, որտեղ պարտություն կրած երկրների հասարակություններին իսկապես որոշակի ժամանակ է պետք այդ ամեն ինչը թոթափելու եւ այդ ամեն ինչի միջով անցնելու համար, դրան զուգահեռ նաեւ հանրությունը հոգնել է սոցիալական անարդարությունից։ Այսինքն մարդիկ իսկապես հասկանում են, եթե դուք փողոցում խոսեք մարդկանց հետ, ապա կտեսնեք, որ իրենք բոլորը շատ լավ հասկանում են, որ մենք խաղաղության փուլում չենք, այլ մենք պարզապես չպատերազմելու փուլում ենք,
որովհետև խաղաղությունը դա թղթի վրա չի լինում, հա, դա հողի վրա է լինում։ Եվ երբ մարդիկ հասկանում են, որ ջերմուկի մատույցներում այս պահին շարունակում են ադրբեջանական զորքեր մնալ, եւ այս վերջերս էլ տարածվեցին նկարներ, որտեղ որ ցույց է տալիս, թե ինչպիսի շինարարական աշխատանքներ են արել ամրացման եւ ինչպիսի դիրքեր են այնտեղ ադրբեջանցիները իրենց համար ստեղծել, այս դեպքում մարդիկ այդ ամեն ինչը տեսնելով շատ լավ հասկանում են, որ սա պարզապես այսպես ժամանակավոր զինադադար է եւ այդ զինադադարի նպատակը հենց հատկապես աջակցել, որ այս իշխանությունները վերարտադրվեն, վերականգնվեն։ Աջակցել նկատի ունեք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որովհետեւ մենք Թուրքիայի հայտարարություններն էլ, Ֆիդանի հայտարարությունն էլ լսեցինք, որտեղ որ իրենց աջակցությունն են հայտնում, այսպես ձևակերպեմ, աջակցությունն են հայտնում այսօրվա իշխանություններին։ Այս ամեն ինչին զուգահեռ հասարակությունը նաեւ սոցիալական անարդարությունից է հոգնել։ Տարեվերջին այդ պարգևավճարները միլիոնների հասնող պարգևավճարները, իսկ ընդհանուր առմամբ միլիարդների պարգևավճարները ամենևին այդ իշխանականների լավ աշխատանքի, լավ կառավարման վարձատրությունը չէին, որքան էլ որ իրենք հայտարարեն այդ մասին։ Արդարադատության նախարարը ասում է, որ ստացել եմ X գումար 9 միլիոներին չսխալվեմ, հետո մոտավորապես հիշեցին, որ 9 միլիոնի կարգի գումարի մասին է խոսքը եւ ասում էր, որ մի տարվա աշխատանքի բանն է, հա, գնահատականն է դա։ Մի տարվա ընթացքում արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկում 25 մահ է եղել։ 25, որոնցից մի մասը ինքնասպանություն է եղել, մի մասը բնական մահ է եղել, որի պարագայում միևնույն է էլի պատասխանատուն արդարադատության նախարարությունը եւ քրեակատարողական հիմնարկի անձնակազմը, որովհետեւ այդ մարդիկ գտնվում են այդ պետական կառույցների պատասխանատվության ներքո, իրենք պատասխանատու են այդ մարդկանց կյանքի համար։ Դրա նախորդ տարին 2024 թվականին 12 կամ 13 մահ էր եղել, կրկնակի աճ էր եղել մահի։ Հիմա այդ աշխատանքն են գնահատել, որ 9 միլիոն գումար են տվել արդարադատության նախարարին։ Մյուս նախարարություններին էլի այդպես չանդրադառնամ, հա, հատիկ-հատիկ։ Բայց երբ որ դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն էլ վեր է կենում, ասում է 10,000 դրամը թոշակառունի չի անելու, մի հատ հարցրեք թոշակառուներին, այդ 10,000 դրամը ինքը ինչ է անելու։ Այսինքն դուք 9 միլիոնը գիտեք ինչ եք անելու, ասում են 10,000 դրամը ճիշտ է բան չի փոխում, բայց տեսեք մենք առողջապահության համակարգ ենք ներդրել համընդհանուր եւ դա ինչքան մեծ հարց է լուծում նրանց կյանքում։ Հա, բայց այդ 9 միլիոնը դուք գիտեք ոնց եք ծախսելու։ Իսկ թոշակառուին 10,000 ավելացնել եւ դրան զուգահեռ ապահովագրության համակարգը ներդնել հնարավոր չէր լինելու, իհարկե լինելու էր։ Իհարկե պետք էր պարզապես ճիշտ ծախսերի վերաբաշխում անել։ Իրենց որ հարցնես կասեն բանա, եթե ծախսերը վերաբաշխենք եւ այլն 1000-1500 դրամի տարբերություն է լինելու, այդպես չի։ Տնտեսագետները բոլորովին այլ բան են ասում։ Ապահովագրության համակարգի մասին եթե խոսենք, ապահովագրության համակարգ իսկապես պետք է Հայաստանին, որովհետև այն առողջապահական համակարգը, որ գործում էր, չէր բավարարում եւ շատերը հնարավորություն չէին ունենում օգտվել առողջապահական ծառայություններից։ Բայց օրինակ մեծ է իմ անհանգստությունը, որ հունիսից հետո այլևս գումար չի լինելու այդ ապահովագրական համակարգով առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Ու կմնա դա ընդհանրապես նախընտրական քարոզարշավ եւ սիրելի քաղաքացիներ, ովքեր հասցրեցին օգտվել, հասցրեցին, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ մեր յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը շատ կարեւոր է։ Բայց դրան զուգահեռ մի հատ էլ հարցրեք այդ ապահովագրության համակարգով պարզապես այսպես բան կիսվող, մեջտեղից կիսվող բժիշկներին։ Այն ես ինքս իհարկե բան չեմ, ոլորտի մասնագետ չեմ եւ այլն, բայց կան բազմաթիվ փորձագետներ, ում հրապարակումները կարդում եմ, բժիշկներից մեկը, փորձագետներից մեկը գրում էր, որ օրինակ հետազոտություններից մեկի համար բժշկին հասնում է 500-ից 700 դրամ։ Մեկ հետազոտության համար, որը որ իսկապես պատասխանատու աշխատանք է, որ մարդու կյանքի հետ կապ ունի, այդ բժիշկը վարձատրվելու է դրա համար 500-ից 700 դրամ, այն պարագայում, երբ որ ներողություն եմ խնդրում իհարկե, բայց փողոցներում կայանելիս, երբ որ մարդիկ են մոտենում այդտեղ ինչ-որ կարգավորողներ, հա, չգիտեմ էլ ինչպես են կոչվում, ունենք չէ, այդպիսի հատվածներ, որ այսպես աթոռ կամ երկաթե դրած եւ այլն, մոտենում ես, իրենք վերցնում են մեքենան կանգնեցնում ես, վերջում այդ մարդուն 1000 դրամ ես տալիս եւ գնում ես։ Այսինքն բժշկի ծառայությունը այդ ժանգոտված աթոռ վերցնող եւ մեքենա տեղավորողի ծառայության չափ նույնիսկ չարժե։ Հետևաբար խնդիրները իհարկե հսկայական են,
լուրջ խնդիր է առաջանալու այդ միասնական հիմնադրամի ապահովագրական հիմնադրամի ստեղծումը, սա դեռ սկիզբն է, հետո մենք կտեսնենք կոռուպցիոն ինչ սխեմաներ են այդտեղ աշխատել եւ աշխատում ու աշխատելու են։ Հետո այս ամեն ինչ այնուամենայնիվ մարդիկ տեսնում են։ Տեսնում են եւ ձեր կարծիքով համապատասխան գնահատական կտավ հունիսի 7-ին։ Ես կարծում եմ այո, որովհետեւ այս վերջերս մի քննարկում ունեինք, որտեղ սոցիոլոգիայի ոլորտի մի լավ մասնագետ բացատրում էր հետևյալ կերպ. կան հանրային տրամադրություն եւ հանրային կարծիք։ Այսինքն ընդհանուր հանրային կարծիքը արդեն ձևավորված է եւ այդ դժգոհությունը, որը որ օրեցօր ավելանում է, հատկապես երիտասարդության շրջանակներում։ Դուք գիտեք, որ երիտասարդության շրջանակներում այդ սրտիկ ցույց տալը դա պարզապես ամոթ է։ Հա, եթե մեկը մյուսին հանկարծ սրտիկ է ցույց տալիս, դա դառնում է հումորի եւ միմյանց ծաղրի թեմա։ Ամոթ է այս իշխանություններին պաշտպանելը երիտասարդների մոտ։ Այդ տենդենսը գնում է։ Դիսկոտեկը չաշխատեց։ Բացարձակ։ Դիսկոտեկում հավաքվեցին իրենք իրենցով, ընդ որում շատ քիչ երիտասարդների այնտեղ կարելի էր գտնել, եթե իհարկե 50-ին մոտ տղամարդիկ եւ կանայք իրենց երիտասարդ են համարում, դա մեկ այլ բան է, բայց իսկապես երիտասարդներ եւ, չգիտեմ, ամբողջ երիտասարդներ, որպեսին պետք է լինի երիտասարդությունը, այնտեղ երևի թե կադրերով հատուկենտ կարելի էր գտնել, այլ էլի իրենք իրենցով հավաքվեցին, Փաշինյանը նվագեց, իրենք պարեցին ու այդպես ծրվեցին տներով։ Առողջապահության նախարարը պարեց։ Այո, եւ հետո ծրվեցին տներով, հետեւաբար իրականում դա չաշխատեց եւ հանրային կարծիքը ըստ էության ձևավորված է։ Հանրային տրամադրությունների վրա որոշակի գործողություններով կարողանում են ազդել։ Օրինակ, այս ապահովագրական համակարգը ինչ որ մի կարճ ժամանակով ազդում է հանրային տրամադրության վրա։ Դա կարող է այդ պահին որոշակի դրական ազդակներ ունենալ, բայց ընդհանուր հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալ չի կարողանում։ Սա այն է, ինչ բացատրում են սոցիոլոգները, կարող է թող ինձ ներեն մասնագետները, եթե ես ինչ որ մի բան այնպես չեմ բացատրում կամ ինչ որ այնպես չեմ անցալում, բայց այդ ընդհանուր հանրային կարծիքը իրականում կա եւ նաեւ դա է պատճառը, որ Փաշինյանը այսպես պարբերաբար ցայտնոտի մեջ է ընկնում, որոշում է ինչ որ բան անել, որով կներեք, ասում է ընդդիմությունը ջախջախիչ փոքրամասնություն է լինելու։ Այնքան վստահ էր դա ասում, տպավորություններ, որ այս Կիրակի ստուգել արդեն ընտրությունների արդյունքները եւ իրենք ասենք 50+ ունեն։ Դա էլ երկու պատճառ ունի։ Պատճառներից մեկը դա տեխնոլոգիան է, որովհետեւ երբ դու հանրությանը համոզում ես, որ դու արդեն հաղթել ես եւ որևէ մեկը շանս չունի, հանրության մոտ կարող է առաջանալ դե ինձանից որևէ բան կախված չի, դե հենա արդեն ամեն ինչ սկզբից որոշված է եւ այլն, եւ ես ընտրության չեմ գնա եւ այստեղ իսկապես ընդդիմության լրջագույն աշխատանքը պետք է լինի հասարակության հետ աշխատել եւ բացատրել, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է եւ այնպես չէ, որ արդեն նախապես որոշված է եւ Փաշինյանը դա պարզապես որպես տեխնոլոգիա է օգտագործում հանրության կարծիքի վրա ազդելու համար, հանրային տրամադրություններ ստեղծելու համար։ Մյուս կողմից էլ Փաշինյանը նաև դրանով արդեն իսկ հայտարարում է, որ օգտագործելու է ընտրության ժամանակ բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները ընտրության արդյունքները իր սրտով նկարելու համար եւ ելի էստեղ ընդդիմությունը անելիք ունի, որպեսզի չթողնի, որպեսզի եւ վարչական ռեսուրսի օգտագործումը եւ պետական մակարդակով կաշառքը, ինչու եմ ասում դա հեսադրամասներ խոսեմ, ազդեցություն ունենա ընտրությունների վրա։ Պետական մակարդակով կաշառքը նկատի ունեիք այդ պարգևավճարները։ Նաև պարգևավճարները իրենք քաղաքական կաշառք էին թիմակիցների լոյալության համար, բայց դրան զուգահեռ տեսեք ինչ են արել։ Նախագահը ստորագրեց ընտրությունների նշանակելու մասին որոշումը, անմիջապես դրան հաջորդեց հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը, որ քրեական օրենսգրքով նախատեսում է քրեական պատասխանատվություն, եթե տեխնացուի կամ կուսակցությունների հետ ասոցացվող բարեգործական որևէ գործողություններ կիրականացվեն։ Իհարկե, այստեղ իրավական տեսակետից շատ բարդ է դրա որակում տալ, ով է տեխնացուն, հա, այս պահին ով է տեխնացուն,
թեկնածուները ըստ էության ցուցակները գրանցելու պահից են լինելու եւ այլն, բայց իրենք սա կօգտագործեն post factum, հա, երբ որ ցուցակը կգրանցվի, օրինակ պայմանական Էլինար Վարդանյանի բարեկամը ինչ որ մեկին խոստացել է ինչ որ հարցում օգնել եւ կարելի է քրեական գործ հարուցել։ Սա իհարկե լուրջ ճնշում է ընդդիմադիրների նկատմամբ, որովհետեւ օրինակ կուսակցություններ կան, որոնք ունեն բարեգործական հիմնադրամներ եւ այլն, տարիներով այդ հիմնադրամները աշխատել են, այնպես չի որ միայն այս փուլում են որոշակի նախընտրական փուլում են ինչ որ բան անելու, բայց դրան զուգահեռ իրենք պետական մակարդակով խոստումներ են տալու, չէ՞։ Այդ նույն, չգիտեմ, մարզպետները, քաղաքապետերը, թաղապետերը, չգիտեմ, ժողովրդին խոստանալու են օրինակ փոսերը փակել, այս խայտառակ փոսերը, որոնք որ դարձել են բոլորիս համար բան առօրյա կենցաղային լրջագույն մտածելու խնդիրներից մեկը կամ օրինակ, չգիտեմ, տարբեր խոստումներ չէ կարող են տալ, որոնք որ Երեք կդեք Արթուր Խաչատրյանը շատ է դարքի պատկերավոր, ասում այդ փոսերի միջից երկրի հակառակ կողմն է երևում, այնքան մեծ խնդիր է Երևանում հիմա դարձել, որ դա արդեն մեծ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել։ Ես էլ նախորդ օրը գրել էի 3+1 challenge, ինչպես պետք է մեքենա վարել եւ մեքենա վարելու ընթացքում տաքսի էի նստել, ենթադրաբար վարորդը կարդացել էր դա եւ փոսերից այսպես խուսանավելու ընթացքում ասում է Տիկին Վարդանյան, ձեր գրածով խուսանավում եմ փոսից, ուշադիր լինելով, որ այլ խուսանավողը իմ մեքենային չհարվածի եւ այսպես ազնվորեն ասեմ, անցնում էինք մի հատվածով, որտեղ այսպես ցեխաջրեր էր եւ շատ անհաջող այդ մասը անցավ եւ կանգնած ուղևորների վրա ցեխաջուր եղավ։ Ես իհարկե նեղվեցի, ասեց էլի Տիկին Վարդանյան, ձեր գրածով հիմա իրանք կհայհոյեն ինձ, ես դրանք ավելացնեմ մնացած հայհոյանքները եւ կուղեմ իրական հասցեատերերին։ Այսինքն, այսպիսի, այո, երկրի հակառակ կողմում էլ ապրում ենք, այսպիսի զավեշտալի, կարելի էր կոչել զավեշտալի, եթե իրականում այսքան տխուր չլիներ ողջ իրավիճակը, այս իրավիճակում էլ ապրում ենք, բայց վերադառնալով ընտրություններին եւ քաղաքական կաշառքին, տեսեք իրենք պետական մակարդակով բազմաթիվ խոստումներ կարող են տալ մեր հայրենակիցներին եւ դա ամենևին չի դիտարկվի քրեական օրենսգրքով դիտարկվող հոդված, որովհետեւ պետական բյուջեն չի ասոցացվելու իրենց հիմնադրամի եթե իրենց հարցնես կասեն դա մեր աշխատանքն է, մենք մեր աշխատանքն ենք անում, չգիտեմ ինչ եւ այլն։ Այսինքն իրենք արդեն իսկ փորձում են անհավասար պայմաններ ստեղծել, այսինքն նախահիմք են ստեղծում, որ որոշակի կուսակցությունների չգրանցել, ինչ որ անհատների չեզոքացնել, այդ հիմքն են դնում այսօրվանից։ Իհարկե այդ հիմքն են դնում, իհարկե, բայց պետք է ասեմ, որ որոշակի կուսակցությունների ցուցակները, հա, չգրանցելը այդքան հեշտ չի լինելու իրենց համար։ Երկու պատճառով, նախ, որովհետև չգրանցման համար մեր օրենսգիրքը նախատեսում է բավականին հստակ պատճառներ եւ դրանք վերացնելու պարագայում կարող են եւ պետք է գրանցեն, այստեղ իրավական հիմնավորումն եմ ասում, բայց իրավական հիմնավորումը եթե մի կողմ թողնենք եւ առաջնորդվենք իրենց կանխավարկածով, իսկ դա նորմալության կանխավարկածն է, դա կնշանակի, որ ցանկացած պատճառաբանություն կարող են բերել եւ չգրանցել։ Այս պարագայում այդ աննորմալության կանխավարկածից ելնելու պարագայում ես կարծում եմ, որ հենց ընդդիմադիր ուժերը պետք է այսպես համախմբված լինեն եւ չասեն, դե հիմա իրանց չգրանցեցին, մենք շարունակենք եւ այլն, այլ միահամուռ պետք է պայքարեն դրա դեմ եւ ես կարծում եմ այս հարցը հենց միավորող կարող է լինել ընդդիմադիր ուժերի համար, այնպես ինչպես ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել քաղաքացիների մասնակցության հարցում աշխատանք տանելու ոլորտում, այսինքն կան բազմաթիվ ասպեկտներ, որոնց առումով, որտեղ որ ընդդիմադիր ուժերը կարող են իսկապես լուրջ միասնական օրակարգ ձևավորել։ Հիմա կոնֆիգուրացիան հասկանանք, այս պահի դրությամբ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ ընտրությունների մասնակցելու է, մտադիր է նաև այն ձևաչափը, որ կամ այն դեպքում այս պահին պահպանել, մյուս ուժերի ուժեղ Հայաստանը, Ծառուկյանը, Թաթոյանը, այս պահի դրությամբ, երբ որ դուք դիտարկում եք դաշտը, ձեզ ինչ է հուշում, մենք այս ընդդիմադիր ուժերով կարող ենք իշխանազրկել Փաշինյանին եւ ինչը պահանջվելու դրա համար, այսինքն ինչ պետք է արվի, ինչ քայլերը կբերեն դրան։ Ես վստահ եմ, որ այս դասավորվածության պարագայում հնարավոր է Փաշինյանին հեռացնել, դա կարող է լինել Գյումրու սցենարի կրկնությունը, երբ ուժերը կհաղթահարեն
շեմը եւ դրանից հետո կձևավորվի կոալիցիա եւ կոալիցիան կձևավորի իշխանություն։ Հիմնական եւ ամենակարևոր գործողությունը, որ պետք է անեն ընդդիմադիր ուժերը, եւ դա միայն իմ կարծիքը չէ, դա աշխատել քաղաքացիների հետ, որպեսզի մասնակցությունը բարձր լինի։ Որքան մասնակցությունը բարձր լինի, այնքան այս իշխանությունների վերընտրվելու հավանականությունը նվազում է։ Նախորդ ընտրությունների ժամանակ 1.200.000 չեմ հիշի պոչը, հա, որքան էր, այսինքն եթե գրեթե 200,000-ով ավել մասնակցություն լինի ընտրություններին, դա իսկապես լուրջ խոչընդոտ է լինելու այս իշխանությունների վերարտադրության համար։ Հետևաբար, այստեղ կարևոր հանգամանքն է ամենաառաջին լրջագույն եւ ամենակարևոր հանգամանքն է։ Մյուս կարևոր հանգամանքը խոշոր միավորներով հանդես գալն է եւ այսօր որ տեսնում ենք քաղաքական դաշտը ըստ էության գնում է այդպիսի խոշորացման, տեսեք նշեցիք այո եւ Հայաստան դաշինքի հայտարարությունը եւ Բարգավաճ Հայաստանն է բավականին մեծ այսպես կոնսոլիդացիայի շուրջ հավաքում մեր ձևով, այսինքն ուժեղ Հայաստանը արդեն լուրջ հայտ է ներկայացրել եւ այլն եւ այս պարագայում խոշորացման պարագայում ձայների փոշիացման հավանականությունը կչանում է։ Նախորդ ընտրությունների ժամանակ կհիշեք 24 կամ 25 կուսակցություն եւ դաշինք էր գրանցված եւ արդյունքում եղավ այն, որ հսկայական թվով ձայներ փոշիացան։ Այս պարագայում այս փոքր միավորների միավորումը, այսինքն խոշոր դաշինքների ստեղծումը եւ այլն, ելի եւս մեկ քայլ է լինելու այս իշխանությունների հեռացման համար։ Ես նշեցի երկու հարց, որտեղ որ այս ընդդիմությունը կարող է միասնական լինել եւ լուրջ քայլեր անել։ Դրանից զատ իհարկե կա ընդդիմության միասնականությունը ցուցակների չգրանցման կամ, չգիտեմ, այդ process-ների ընթացքում եւ այս ամեն ինչը ճիշտ կազմակերպելու եւ այս ճիշտ աշխատանքներ տանելու արդյունքում վստահ եմ, որ արդյունքները լինելու են այլ, քան սպասում են կամ քան հայտարարում են այս իշխանությունները։ Այսինքն բացի կոնսոլիդացիայից, խոշոր բևեռներից շատ կարևոր հանգամանք է, որ այսպես ասած մեկը մյուսին չխփի, այսինքն մեկը մյուսին չվարկաբեկելու գնով գնա ընտրություններին։ Ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը։ Դա եւս կարևոր գործոններից մեկն է հանդիսանում։ Այստեղ ընդդիմադիրների նշանակետը, այսպես հա անվանենք, պետք է լինի այսօրվա իշխանությունը, որովհետև ընդդիմության տարբեր ուժեր մասնակցում են ընտրություններին եւ պետք է մասնակցեն ընտրություններին իշխանություն ձևավորելու համար։ Գիտեք, մեզ մոտ այսպես տարիներով կարծրացած մոտեցում է եղել, որ տես գնում է իշխանության համար, գնում է պաշտոնների համար եւ այլն։ Այսօրվա ընտրությունները, քանի որ առանցքային ընտրություններ են, այսօրվա ասելով նկատի ունեմ հունիսի 7-ի ընտրությունները առանցքային ընտրություններ են, դա նշանակում է այո, ընդդիմադիր ուժերը պետք է գնան իշխանություն վերցնելու համար, որովհետև այստեղ արդեն սովորական ընտրություն չէ, այստեղ պաշտոններ բաժանելու ընտրություն չէ, այլ ինքնությունը պահելու ընտրություն է։ Ես միշտ ասում եմ, մենք հունիսի 7-ին ընտրելու ենք Հայաստան ունենալու եւ Հայաստանում ապրելու իրավունքը։ Հետևաբար այս հարցում արդեն ընդդիմադիր ուժերի կողմից մեկը մյուսի հաշվին ձայներ ստանալ եւ այլն, հա ինչ է լուծելու, մի երկու հատ մանդատ այս մի ուժը ավել կունենա, մի երկու հատ մանդատ մյուս ուժը քիչ կունենա, դրանով մեր երկրի համար իրավիճակ է փոխվելու, եթե բան անեն, միմյանց խփելով գնան այս ընդդիմադիր ուժերը։ Չէ, հակառակը պետք է լինի այս պարագայում ամբողջ պայքարը ուղղված գործող իշխանության դեմ, ձևավորել իշխանություն եւ ի վերջո Հայաստանը փրկել այն ռիսկերից, որոնց առջև կանգնած է, իսկ մեր հանրությունը շատ լավ չի պատկերացնում, թե մենք ինչպիսի լուրջ ռիսկերի առջև ենք կանգնած այսօրվա աշխարհաքաղաքական կամ այսպես ասեմ նոր աշխարհակարգի ձևավորման process-ում։ Իսկ որ նոր աշխարհակարգ է ձևավորվում հիմա բոլորին տեսանելի է դա։ Եվ ամփոփելով մեր զրույցը, քանի որ ինքնությունից խոսեցինք, Տիկին Վարդանյան շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ մեղադրյալ է նաև վեհափառը։ Իշխանության համար այս նախընտրական շրջանում տպավորությունն էր, որ եկեղեցու դեմ արշավը նրան պետք է որ
խանգար էր, այսինքն հանրային տեսանկյունից քվեները նրա պետք է որ նվազեցնել։ Ուրեմն ինչու գնում է հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը նույնիսկ աբսուրդային քայլերի, հիմա էլ վեհապարի մեղադրանքն է առաջադրվել։ Իհարկե հասկանում ենք, որ եպիսկոպոսած ժողովը խափանելու համար է, բայց այս գնով Փաշինյանի համար սա դարձել է իդեա ֆիքս, ինքը ֆիքսվել է եւ նույնիսկ իր ռեյտինգի, նույնիսկ իր, չգիտեմ, հեղինակության հաշվին նա սկսել եւ շարունակում է պայքարը եկեղեցու դեմ։ Սա կաթողիկոսի դեմ պայքար չէ, սա իսկապես եկեղեցու դեմ պայքար է, որովհետեւ սա ոչ միայն խարխլում է, այսպես եկեղեցու կամ այսպես ասեմ փորձ է արվում, հա, խարխլել եկեղեցու հանդեպ հասարակության վերաբերմունքը, այլ նաև միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում խարխլել հենց եկեղեցին ներսից։ Մենք տեսանք իրենց բազմաթիվ հիմնավորումներ, հա, սկզբում, չգիտեմ, խոսում էր չեմ հիշում այդ կուսակրոնության ուխտի, հիմա ուրիշ բան այո, է։ սկզբում կուսակրոնության, հետո գանձերներ, հետո դարձավ կաթողիկոսությունը, թույլ չենք տա Հայաստանից դուրս բերել, ինչը աբսուրդ է, էլի մենք էլ ենք հասկանում, որ եկեղեցին ամբողջ հայության եկեղեցին է, չի սահմանափակվում միայն Հայաստանով, դա այնպիսի արժեք է, այնպիսի համակարգ է, որը որ վերաբերում է ողջ հայությանը, աշխարհով սփռված հայությանը, եւ այդ այսպես չգիտեմ, հիմնավորումը, որ բերում էր, զուտ նրա համար էր, որպեսզի պարզապես քրեական գործերով թույլ չտան, փակեն այս մարդկանց տեղաշարժվելու իրավունքը, թույլ չտան եպիսկոպոսների ժողով իրականացնել, չնայած դա էլ է բան, հասկանում եք, այսօրվա դարում, երբ տեխնոլոգիաների այսպիսի զարգացածության դարում, երբ կարելի է հեռավար ամեն ինչ անել, սա ես կրկնում եմ, էլի, դա խոսում է այն մասին, որ պարզապես ինքը ֆիքսված է եւ որոշել է միջև վերջ տանել ամեն ինչ։ Սկզբում կարծում էր, թե իսկապես շատ մարդիկ կմիավորվեն իր այդ արշավին եւ բոլորս էլ ունեինք այդ անհանգստությունը, որ ինքը մարդկանց հավաքելու է եւ արշավի մայրաթոր, հետո տեսանք, որ մի փորձ արեց, հա, իհարկե դա մեր խայտարակությունն էր, երբ մեր հասարակությունը բաժանվել էր երկու մասի, մի կողմում գտնվում էին եկեղեցու պաշտպանները, մյուս կողմում գտնվում էին եկեղեցու դուռը կոտրողները եւ եկեղեցուն եւ հոգեվորականներին հայհոյողները եւ այլն, դա իսկապես խայտարակություն էր, բայց ինքը հետեւողականորեն նաեւ տանում է այս ճանապարհով հասարակությունը բաժանելու եւ բսկտելու իր քաղաքականությունը, որովհետեւ երբ հասարակությունը բաժանված եւ բսկտված է, այդ հասարակությունը շատ ավելի հեշտ է կառավարել։ Ինքը այդ քաղաքականությունը 2018 թվականին շատ լավ իրականացրել է, հա, բազմաթիվ այդպիսի բաներ են եղել, չգիտեմ, սևեր սպիտակներ, խաղաղություն ուզողներ եւ չուզողներ։ Այո, եւ հիմա էլ արդեն եկեղեցուն պաշտպանողներ եւ եկեղեցու վրա հարձակվողների է բաժանել հասարակությունը ու դեռ այսպես շարունակելու է։ Բայց ուզում եմ հիշեցնել իրեն էլ, իր թիմակիցներին էլ եւ այլն, տարբեր ժամանակներում տարբեր իշխանություններ են եկել եւ գնացել, տարբեր պետություններ են ասպատակել Հայաստանը, գնացել եւ այլն, բայց եկեղեցին են կառույցն է եղել, որ շարունակել է կայուն մնալ, իրենք էլ են գնալու։ Փաշինյանն էլ հավերժ չի, իր թիմակիցներն էլ, իր այդ խմբակն էլ հավերժ չէ, իրենք գնալու են, եկեղեցին մնալու է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։